Փոքր հասակից շատ եմ սիրել այս համազգեստը, իմ հայրը եղել է ոստիկան, իմ ծնողները շատ էին ուզում, որ ես էլ դառնայի ոստիկան, բայց ես ավելի շատ սիրում էի զինվորականի աշխատանքը ու մեծանալով, դեմ գնալով ծնողներիս կարծիքին, ընդունվեցի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարան։ Առաջին կուրսիսան Մարինե Պողոսյանը մինչ ակադեմիա ընդունվելը ուսանել է Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանում, ապա ծառայել կանանց գումարտակում։ Այստեղ նա ընտրել է մոտոհրաձիգի մասնագիտությունը, քանի որ համարում է այն ամենահամապարփակը։ Մենք անցնում ենք ամեն ինչ, նույնիսկ հրետանավորի մասնագիտությունը, եւ ամեն ինչից տեղեկացված ենք։ Ռազմական ոլորտը ընտրելու համար հիմնական շարժառիթը եղել է 2020 թվականի պատերազմը։ Պատերազմից հետո ոգեշնչվել եմ ու ուզեցել եմ հայրենիքիս համար ինչ-որ մի քայլ անել։ Լյուբա Սիմոնյանի համար ամենօրյա ծանրաբեռնվածությունը սեփական անձը կատարելագործելու միջոց է։ Ամենաբարդը ֆիզիկական վարժություններն են, որոնք գնալով հաջողվում են։ Ամենաբարդը առավոտյան ֆիզիկական պատրաստվածությունն է, որովհետև ամեն մեկին չի որ հեշտ է տրվում, ամեն մեկի համար չի հեշտ։ Ինձ մի քիչ բարդ է եղել, որովհետև ես ֆիզիկապես մի քիչ թույլիկ եմ եղել, բայց հիմա փորձում եմ ուղղել այդ ամենը։